Երեխեքին ճանաչում եք անձամբ, ցավ ապրում եք երեխեքի համար։ Ես որ հրապարակեցի նյութերը, ես զարմացա, որ դուք ինձ հետ կապի դուրս չեկաք, որտեվ ասում են, որ դուք բարերար եք եւ այդ ընտանիքի հարազատն եք։ Ինչով եք օգնել։ Իսկ ձեզ այդ կարողությունները որտեղից։ Ես աշխատում եմ, դրանցում եմ աշխատած ստեկոս մի մասը, ընդունում անապահով։ Տեսեք, ես էլ եմ աշխատում, ես էլ եմ օգնում, բայց ես չեմ կարողանա ամեն կիրակի ինչ-որ մեկին յուր գնալ, դուք մսով, քաղցրավենիքով։ Հասկացա։ Դուք ամեն դեպքում ցավ ապրում եք երեխեքի համար։ Իսկ ձեզ ծանոթ էր Դավիթը։ Ես զուտ մենակ Իրաստանն եմ, տեսել երեկոյան ժամանակ։ Դուք առանձին չեք հանդիպել Դավիթին։ Իսկ ձեր SMS-ները ինչ բնույթ են կրել երեխեքին ուղարկված։ Ես չէ, զուտ երեխեք հետ մտերիմ են եղել շատ հարգեսի որպես իրենց օգնող, որպես Իրաստան մտերիմ այդ բան։ Ներողություն, ամեն դեպքում այսինքն դուք երեխեքի հետ հաղորդագրություն երեխեքի հետ կապ եղել է։ Հաղորդագրություն եղել է։ Երեխաների հետ էլ եղել է, հայրիկի հետ էլ կապ եղել։ Դուք այդ ընտանիքին հայրիկի ինչու ծնողների հետ կապ չի, երեխեքի հետ ինչ կապ ա եղել։ Երեխեքն ինձ ասեն գրել են, հայրիկի հետ էլ կապ եղել, նոր չի որ կապ չի։ Վարդգես, մի ճշտող հարց։ Դուք երեխեքին որ գելեք, ինչ ես ուզում, ինչ չես ուզում, այսպես բարեկամաբար, հարազատաբար, հետագայում ձեզ երեխաները պատմել են, չէ, որ իրենց հետ պղծության գործեր են արել։ Ինձ ուղղակի որ պատմել է, ասեմ մի ամիս առաջ է, այտենց հունվար ամսին է, որ այտենց ասել է, ուղղակի։ Ինչ ասել։ Չէ, ուղղակի ասել, այտենց ինչ-որ բան է եղել, բայց մոտավորապես բառերն ասել, մանեն։ Մանե մասնորեն դες բան չի ասել։ Ամեն դեպքում գրկախառնվելու մասին, սեռական ակտի մասին ասել է։ Ինչ-որ բան է ասել, ես այն որ իրան որ ասած ես գաց երեխան ներվել է, այդքան չեմ հանել։ Ինչ է նշանակում ձեն չեմ անել, պղծության դեպքից հետո դուք իրանից հացել չեմ տվել, դա մոտ։ Բայց հետո չեք ասել ծնողներին, ոստիկանություն։ Չէ, ես ծնողը հացել եմ եւ այդ բանը ես լուրջ չեմ մոտիկացել բանը։ Երեխական ինքը մանկա մտորել է բանը, ես կարող եմ այդ երեխան ինչ-որ բան ուրիշ ձևաներ կայացնել։ Բայց ամեն դեպքում տարօրինակ չէ։ Ես երկու անգամ հաց եմ տվել, թե ինչու եք թույլ տալի, որ ամեն դեպքում որովհետև երեխեքն են ինձ ասում են ամեն դեպքում գալիս է, զուտ եմ հացել է, Դավիթի մասին է խոսքը։ Իսկ դուք Դավիթի հետ փորձել եք այսպես եղբայրաբար հարցեր պարզել։ Ինչի՞ չեք փորձել։ Ես ինչքան աշխատել եմ, այդան մնացել։ Դուք Դավիթին անձամբ ճանաչել եք, բայց։ Չէ, զուտ Իրաստանում մենակ իմացել եմ, որ նա ստացիստն է։ Ուզում եք ասել, որ դուք գիտեիք այդ մանկապղծության մասին, լուրջ չեք վերաբերվել։ Ես ինձ կանչել եմ, ես մոտիկացել եմ ստե, ուղղակի ստե որ ասել եմ, ես ասել եմ, որ մանկամտորեն է եղել, այս լուրջ չեմ վերաբերվել շատ բան։ Մի անհամեստ հարց տամ, գուցե ձեզ վատ զգաք այդ հարցի համար, դուք երեխեքի հետ գրկախառնություն, ոչ սովորական ջերմություն, ոչ սովորական, ավելի ինտիմ բնույթ կրող հարաբերություն ունեցել եք։ Հիմնականում ասենք ինձ հաջողանելուց կարող են զգտեն, պաչան հաջողանան այդքան բան, ուրիշ ոչ մի բան։ Ուրիշ ոչ մի բան, դուք երեխեքի հետ համբուրվել։ Չէ, ասենք կարող գրկած այնեմ թուշը պաշում հաջողանելուց Լավ, մի հարց էլ, դուք ամեն դեպքում մի նկարի, դուք ամեն դեպքում այդ երեխեքին, որ SMS-ներ եք գրել, ինչի մասին եք գրել SMS-ներ, փորձեք հիշել։ Հիմնականում իրանք երեխեքը, որ ինչ են ուզել, ինչ չեն ուզել, այդ են բաները։ Օրինակ դուք սպառնացել եք մի անգամ, եթե հիմա զանգերին չպատասխանես, ես կասեմ, որ Դավիթի հետ ինչ է տեղի ունեցել։ Ինչ ես արել Դավիթի հետ։ Հիմնականում իրանք դերում էի չպատասխանեց, ասի մանե ջան, Էտիկես փետրվարի սկզբին էր։ Իրան ասեցի պետք է ես ծերունց հետ խոսամ պապայից հետ էտա։ Մասնավորություն, այսինքն ասում եք երեխա, ասում եք հարցել եք պետք է ծերունց հետ խոսա։ Այդ դեպքում ձեր մտքով չի անցել ծնողի հետ մի անգամից խոսեք, ասեք որ չի համար եմ ասել, կանխեք։ Առաջի անգամ ես իրանց բանեյանում, ես ծնողներն հետ հարցել եմ, ես ծնողները լրիվ այն տպավորությունը, որ դրոզի իրենց տան հարազատ են, բան Это մտածի երեխան հիմա մանկամիտա բան անում, դա որ մանեն մի անգամ եմ հարցերս։
կուզես ապանցի թե ասեմ չեմ ոչ ասա ես մտածում եմ խափել է Իսկ դուք չեք փորձել տղամարդավարի ձեր վերջո այդ երեխեքին նուրբեր հոգ եք տանում բայց չեք փորձել մի հատ ասեք տղա ջան հələ արի ստեղ տեսնեմ դու քոփակ հալովատ ինչ գործ ունես այս քորփա երեխեքի հետ անչափահաս երեխեքի հետ իրանց հետո դերս ոտան մեր բաներ կամ մի քիչ խափում բանն անում դե իմ ընտանիքը կարող չեմ ուզեցի կեսվեն հետո ես ուղղակի ներկայացել եմ որպես որ ես Ռուսաստանում եմ բան է բաղ Դուք ուրիշ ինչ ընտանիքների եք այդպես օգնում ու ոնց եք հայտնաբերել այս ընտանիքին ինչ եք որոշել այդպես հիմնականում ասենք բաղձար օգնողների սայթերը բաներով կամ իրենց բարեկամներն Մի րոպե դուք ուրիշից վերցնում եք բերում տալիս եք իրենց ճիշտ եմ հասկանում Ես անձամբ ինքս Ինչ եք աշխատում Առաքիչ Ինչի եք դուք ընտրել այդ ընտանիքին հենց Այդ ընտանիքին չի ես շատ ընտանիքներ Ինչ որ ծանր մեղք եք գործել որ այդպես ուզում եք անպայման երեխաներին օգնություն Որպես բարեկամ Լավ բեդի դուք Իջևանից եք բեդից այս ընտանիքը Ես ձեզ փնտրում եմ Իջևանում գտածել բաները, կենսագրության տվյալները։ Դուք ինչ գործ ունեք հայտնվեք վեդիում, օգնեք այդ ընտանիքին։ Մենակ վեդի չէ ես։ Կասեք ցուցակ, օրինակ, ում եք օգնում։ Տիկին Մարգարիտա է։ Կասեք անուն ազգանուն եւ ազգանունը չեմ անում։ Տիկին Մարգարիտային ով է առաջարկել ձեզ այդ ընտանիքին։ Ես սայթերով եմ տենում։ Այսինքն դուք տեսնում եք մարդկանց, որոնք անօգնական են, այսինքն իրանց մասին տվյալներ կան։ Իրանց տվյալները տալիս են, ասում են այս բանը, որ գնաք օգնեք բանը, ասեք մերոզի բանը։ Ինչքան եք ծախսում այդ ընթացքում, կներես հայ ջան։ Ասենք ամսվա մեջ, եթե ես մի հատ այցելություն եմ անում, կարող 10-15,000 կարծես դառնեմ տան։ Ուղիղ հարցնում եմ, դուք ինչ հետաքրքրություն ունեք այս ընտանիքի հանդեպ բացի օգնությունից։ Դուք անձամբ այս երեխեքի հետ փորձել եք իրավիճակից օգտվելով այդ անօգնական վիճակից դուք էլ սեռական հարաբերություններ ունենալ այդ երեխեքի հետ։ Բայց Հերքում եք։ Տեսեք, ասում եք էլի ընտանիքներ կա, որ օգնում եք, էլի այդ հաղորդագրությունները կապը ընտանիքների հետ ունեք դուք։ Զանգը խոսում են։ Կարեք հիմա մեկնումեկին զանգեք խոսեք։ Դուք հետքում եք, որ դուք երեխաների հետ սիրային կապի մեջ եք եղել գոնե մեկի հետ։ Հետքում եք։ Այդ դեպքում Բայց եթե այդպիսի հայտարարություն այնք արել իմ դիցեցություն։ Ես հիմնականում հունվար ամսին է առաջի անգամ ինքն այդ բանը ասում եմ զանգում երաշտի ընտանիք։ Դες համար վիրավորական չի որ ձեզ կասկածում են, որ դուք էլ այդ սեռական թեմաներում կաք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ դա։ Պապիդ համարն եմ զանգի եւ չի գրանցել։ Տատի տունն է։ Տատի։ Մայքլ ջան, բարև ձեզ դա։ Հիմա ուղղակի մարդիկ բանը են կներեք։ Տիկին Գոհար, բարև ձեզ։ Մարգարիտա։ Տիկին Մարգարիտա, բարև ձեզ։ Դուք Վարդկեսին վաղուց եք ճանաչում։ Ինչպես Դուք Վարդկեսին վաղուց եք ճանաչում։ ես մի տարի կդի ավելի երևի։ Ինչ առիթով եք ծանոթացել Վարդկեսի հետ, ինչ պատճառով։ Ինչ պատճառով ուրեմն Վարդկեսը մեզ գալիս է երեխաներին տեսնում, օգնում է, քաղցր-մաղցր ավերում երեխաներին, դենց։ որ երեխա։ Ձերը կներեք, ձերը կազմակերպությունն է, ինչա, մի հատ կասեք դուք։ Կազմակերպություն չի, անապահով ընտանիքը, այդ ընտանիքի Իրանք են անապահով ընտանիք, ձեզ ասում են տեղերը։ Ես իրանց որ բանը մալ Որտեղից եք Բացի գտնում։ ինֆորմացիան Ռուդիկ ով է։ օգտովը բանը Facebook-ում բանը նկարել է։ Ձեզ մոտել է կոնկրետ օրեր գալիս պարոն Վարդկեսը։ Հա, բան մոտա գալի ես Էլի ընտանիքներ կան, որ պարոն Վարդկեսը օգնում է, ձեզ ծանոթ ընտանիքներ։ մեր մոտ տենց ընտանիք չկա, չեմ իմանում։ Լավ։ Գալիս է մեզ օգնում Բայց կներեք, նոր ասում է, որ դուք ինֆորմացիա, դուք օգնում եք տեղերը։ օգնում եմ, ես ասեցի իրանց օգնում եմ, մեր քուրը որ ասեց զանգի ինչ որ մի հատ ընտանիքի։ Իրանց օգնում եք։ Հա։ Ուղղակի մի քիչ շարաժել է, ասեցի։ Լավ, Տիկին Մարգարիտա, ձեր բալիկները քանիսն են, Տիկին Մարգարիտա։ Մեր
բալիկները 6-ն են, ազիզ 6-ը։ 6 բալիկներ, այսինքն բազմազավակ ընտանիք եք։ Լավ, տիկին Մարգարիտա, շնորհակալ ենք ձեզ։ Դա մոթուց։ Վարդկես, քանի այսպես ընտանիքի եք դուք ձեռք մեկնում։ Ես հիմա ընդհանրապես երկու ընտանիքն են ռոչում, որ օգնում են, որովհետև այդպես ամեն ինչ չի հասցնում, ասենք, ինչ-որ մեկին գնայի, բանանեի։ Դուք ունեք զավակներ։ Դուք հասցնում եք ձեր ծախսերը ձեր զավակներին, մեկ ուրիշին։ Դուք Երևանում տուն ունեք։ Այո։ Ներողություն, էլի երեխաներից մեկը ձեր անունը տվել է, ասելա, ձեր անունը տվել է քննիչների մոտ։ Դուք առերեսվել եք նոր։ Առերեսվել եք երեխաները։ Հա։ Մանայի հետ եք առերեսվել։ Մանեն հաստատեց նոր, որ դուք իրեն ոչ սովորական բնույթի գրկախառնվել եք եւ համբուրվել եք։ Ոչ որ ասեմ գրկախառնվել հաջողավ է, ինքը այդ բանը հասկացել է ուրիշ ձև։ Օրինակ ինչ է կարելի որ հասկացել է ուրիշ ձև։ Դուրսը պաչեմ դեմքը թեկի այս հատվածը պատոշի հատվածը պաչեմ, ինքը մտածի դասենք պատոշն պաչեմ։ Կարճ ասած դուք սեռական հարաբերություններ չեք ունեցել որևէ մեկի հետ։ Ես չեմ տալի։ Ես ինքս որ ունեմ։ Ինչ։ Երեխեք ունեմ։ Իմ եղբայրը զոհված է, երեխեքն են։ Այս էլ փոփոխության Ինչի համար են կանչել։ Ձեր մասով մի անգամ հերքվել էր, չէ՞։ Այսօր ինչի համար են ձեզ կանչել։ Դուք ասեք ճշտելու այդ դուք անհանգստության պատճառ չունեք։ Չես, ինչի մաքրում եմ։ Իսկ այնտեղ ինչ հարցեր են տալիս, ինչ են ուզում ձեզնից բարձր։ Չէ, այդպես հաղացա չէ, հիմնականում այդ բանը է եղել։ Ուրիշ ես ինչ հաղացա։ Դրանից հետո դուք հիմա ինչ կարգավիճակում եք։ Ես հիմա չեմ ասում շատ լավ եմ կամ շատ վատ եմ։ Նորմալ կարգավիճակում եմ, ուղղակի վատ եմ, բայց ես այդքան ավետիշտ արավոտյան տեսա այդ տեսանյութը էլ։ Դուք ես քանի օր գիտեք, որ ես զբաղվում եմ այս գործով, ու չէ։ Տնային եմ տեսել։ Հա, դուք չեք տեսել այս քանի օր։ Վարկյան, էլի տնային կալան կամ ինչ որ մի հատ այդպիսի կարգավիճակ կա ձեզ կամ երկրից Այսքան վկա է։ Թողնելու ինչ որ որոշում։ Չկա, ես այ երկրից այդպես դուրս չեմ գնում գալ։ Չէ, այնտեղ քննիչն են ոստիկանեն ձեզ ինչ որ կարգավիճակ տվել են այս գործով։ Չէ։ Հասկացա։ Մի այսպիսի հարց էլ մանեն պնդեց այն ինչ որ մեզ է ասել, որ դուք իր հետ գրկախառնվել եք եւ իրեն սպառնացել եք։ Չէ, սպառնալ է տեսել, ինքը ասել որ եղել է գրկախառնվել են ուղղակի պաչ։ Մասիսի քննչական բաժնից Էրեբունիի ձերբակալվածների պահման վայր են տեղափոխում պեդոֆիլիայի զոհ դարձած քույրերի հորեղբորը, որը ձերբակալվել է ենթադրյալ մանկապիղծներից մեկին դանակահարելուց եւ ոստիկանին հարվածելուց հետո։ Նորմալ է ամեն ինչ, ասում է Թովմասը ու նստում ոստիկանական մեքենան։ Մայիսի 6-ին են ձերբակալել երեխաների հորեղբորը, մեկ վարույթով են քննվում երկու միջադեպերը։ Խոսքը վերաբերում է ապրիլի 26-ի ենթադրյալ դանակահարության հարցին, այդ իր եղբոր զավակի նկատմամբ ծանր հանցանք կատարած եւ այս պահին այդ հիմքով կալանավորված անձի այն ժամանակ բնականաբար ազատ կարգավիճակով անձի նկատմամբ գործողությունը Երկրորդ դեպքը ոստիկանին մեկ անգամ հարվածելուն է վերաբերում, բայց ինչու է Թովմասը ձեռք բարձրացրել իրավապահի վրա։ Ըստ փաստաբանի, երբ քույրերին հարցաքննության են կանչել, հորեղբայրն ասել է, որ առանց փաստաբանների թույլ չի տա, որ երեխաներին բաժին տանեն, որովհետև չի վստահում Վեդիի իրավապահներին։ Թովմասի պնդմամբ ոստիկանը հայհոյել է իրեն։ Թովմասը հստակ պնդում է, որ իրեն հայհոյանք է տրվել։ Երեխաների հորեղբայրը գնացել է խոսելու իրեն հայհոյած ոստիկանի հետ եւ նույն տեղում ոստիկաններից մի քանի մետր հեռու տեսել է ենթադրյալ մանկապիղծներից մեկին։ Նյարդերը չեն դիմացել։ Մեկ էլ նկատում է, որ այնտեղ որտեղ կանգնած է ոստիկանը, 2 մետրի վրա կանգնած է այն մյուս մանկապիղծը։ Դա նույնպես ազդել է բարձր մարդու վրա, որ ասում են արյունը գլխին է խփում, եւ այդտեղ տեղի ունեցել այդ միջադեպը, որը իրենից ներկայացրել է մեկ հարված։ Եթե Վեդիի իրավապահները մանկապղծության գործը ծածկադմփոց չանեին եւ մանկապղծության մեջ կասկածվողներին ավելի շուտ կալանավորեին, Թովմասն այսօր ճաղերի հետևում չէր լինի, վստահ է փաստաբանը։ Բա իհարկե չէր լինի, բա իհարկե չէր լինի։
Պեդոֆիլիայի մասին առաջին ահազանգերից 3 ամիս անց բարձրացած ինֆորմացիոն աղմուկից հետո են իրավապահները նորից սկսել քննել սկանդալային գործը եւ կալանավորել մանկապղծության մեջ մեղադրվող 65-ամյա եւ 58-ամյա տղամարդկանց։ Հանրային ճնշման տակ նաեւ 5 պաշտոնանկություն է եղել իրավապահ համակարգում։ Ուրբաթ պաշտոնապես հաստատվել է, որ Արարատի մարզի դատախազն է ազատվել աշխատանքից։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Արարատի մարզի եւ Վեդիի ոստիկանապետերի, Արարատի մարզային քննչական վարչության եւ Վեդիի քննչական բաժնի պետերի պաշտոնանկությունների մասին։ Դա ցույց է տալիս, որ կա գիտակցում, որ երեխաների հետ կապված վարույթով չի իրականացվել արդյունավետ քննություն։ Մայիսի 9-ին կեսօրին է լրանում Թովմասի ձերբակալության 72 ժամը։ Դրանից հետո պարզ կլինի, նրան կալանավորում են, թե ոչ։